Պարոն Քոչարյան, դուք տեսաք Փաշինյանը ելույթներում ասում է, որ 200 զանգ ունեմ Պուտինի հետ, սա խոսում է երբևէ ամենաբացառիկ ջերմ հարաբերությունների մասին Հայաստանի հետ, բայց մենք տեսնում ենք այն սանկցիաները, որոնք ժամ առ ժամ դրսևորվում են Հայաստանի նկատմամբ։ 70% ռուսական շուկայից կախվածություն ունեցող հայկական տնտեսությունը կոլապսի ենթարկելու այլ ընտրանքը ունեք, մտածել եք, թե չէիք մտածել, որ ամեն ինչ մտածված է, մի անհագստացեք Տիկին Բադոյան։ Խնդրեմ խոսեք որպես մի անձնական բանի զրույցի վերացեք, դուք Անձնականի չեմ վերացում, ասում եմ, հարց տվեցի, ստացար պատասխանը։ Պատասխանեք նորմալ ու քաղաքացի։ Ձեզ չեմ պատասխանում էլ։ Ինչ նշանակում ձեզ։ Չեմ պատասխանում եք։ Ասեք, այ այդպես մենք հիմա փողոցում ենք։ Պարոն Քոչարյան, Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական դավաճանություն է գործել եւ քննչական կոմիտեն էլ գործ է հարուցել, բայց այնինչ Անդրանիկ Թևանյանը այդ փակ նիստերին ներկա չի եղել եւ այդ փակ նիստերն ներողություն հարցը ավարտեմ, Հա, մի փոքր հետ կկանգնեք, պարոն։ Դուք հիմա ձեզ շատ վատ եք պահում, Տիկին։ Ես հասկանում եմ ձեր սանրվածքը փոխվել է, բայց դուք չեք փոխվել։ Ցինիկը ինքդ ես։ Հարցը տվեք հարցը։ Հեռացի։ Արենք ով, հա? Արեսկո։ Պարոն Քոչարյան, ով է Անդրանիկ Թևանյանին տեղեկություն տրամադրել։ Երբ նա դահլիճ։ Դա արդեն քննչական մարմինները եթե գտնեն, ոչ։ Դուք օրինակ վկայի քննչական մարմինների աշխատանքին մենք չենք խառնում։ Իսկ ձեզ հրավիրել են հարցաքննության գործով։ Ոչ։ Երբ որ հրավիրեն կիմանաք։ Կասկածներ չկա իր որդի մակիցն է հնարավոր լինել այսօր է։ Այսօր առաջ ուրիշ տեղ եք ոնց էր։ Պարոն Անդադ փոխվում եք այսօր։ Հարցին պատասխանեք, խնդրեմ։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Հիմա խնդրում եմ պատասխանեք։ Պատասխանեցի։ Պարոն Քոչարյան, ունեք կասկածներ, ենթադրություններ, ով կարող է այդ ապօրինի ձևով փոխանցած լինել ենթադրյալ ինֆորմացիան Անդրանիկ։ Կարող է ինչ որ կասկածներ ունենա, բայց դրա մասին հիմա ոչ ոք չի կարող խոսի, քանի գնում է քննության փուլը։ Օպերատիվ մասը ըստ էության փոխանցվել է քննչական մարմիններին։ Այդ քննությունը պետք է այդ կասկածները կամ փարատի կամ հաստատի եւ բանավեճան հոդվածնել կդրվի ըստ անհրաժեշտության։ Պետականության մեջ մեղադրել արդյոք չի նշանակում, որ դուք Ռուսաստանին այդ ճշնամանքի մեջ եք մեղադրում։ Դուք էլ հարց ունեք։ Չի լսվում։ Չէ, ես դեռ չեմ լսում։ Չի լսվում։ Այսպես տարածվում է։ Քոչարյան, Համլետ Լևոնյանին ճանաչում եք։ Ոչ։ Պաշտպանության նախարարությունից։ Ոչ։ Պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետն է։ Երեկվա Տեսանյութը տեսել եք։ Չէ, ինչի մասին։ Աշխատանքի ժամին ըստ տարածված տեղեկատվությունների ինչ-որ սիրային տեսահոլովակ է նկարահանել, ուղարկել։ Ինչն է նկարահանել, ի սիրային։ Հա, ինչ-որ համբույրներ է ուղարկում, մենք չգիտենք ում է ուղարկում։ Դրա ճշմարտացությունը պետք է ուսումնասիրվի։ Սենյակում է եւ օրերս էլ Նիկոլ Պաշտպանության նախարարությունը բոլոր հնարավորություն եւ աշխատանքից ասեց ազատային զինվորականին, որը չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության։ Ես թեմային նախ ծանոթ չեմ, բայց թեման ինքը ունի իր իրավական լուծումները։ Եւ պաշտպանության նախարարությունը ունի համապատասխան կառույցները, որը ոչ միայն ուսումնասիրեն, այլ դրա ճշմարտացությունը հաստատելուց հետո որոշումներ կայացնելու հնարավորություն կտան պաշտպանության նախարարին, ինչի մասին խոսքը։ Տեսանյութի հերոսը ձեզ չի զարմացրել, որ այդքան անլուրջ է եւ այդքան լուրջ սպառազինության վարչության պետն է նա փաստորեն։ Այդպիսի մարդկանց եք նշանակել, այդպիսի պատասխանատու պաշտոններ։ Ուղարկել եմ, չէ՞։